Շուջուխա, չգիտեմ։ Նախ դու նկատել ես ասենց 6 մատով այդ շիրոտ բանին էր ասենց գրկել, այդ մի կողմ։ Էդ եմ ասում։ Բայց դու մի հատ խորացի պաշտպանության նախարարը, որ այլևս գենշտաբի պետի ղեկավարն է։ Նա Տեղակալ է, չէ՞, գենշտաբի պետը, իրանք այդ օրենքներն էլ փոփոխեցին։ Մտցրեց իր տակ, այսինքն քաղաքական հրամանին չի կարա չի ենթարկվի ԳՇՊՏ-ը։ Հիմա Սուրեն Պապիկյանը կողքերը կրակ, իրավիճակը տաքաշ, պիտի ամեն րոպե կարող է զարգացումները լրիվ ուրիշ ուղղությամբ, չէ՞, ընթանալ։ Այս մարդը մտել է ավտոբուս, այդ իր քառակուսի մարմինն առած, տժում է իրանց քարոզարշավի համար։ Այսօր երգում էին ուրբաթ շաբաթ կիրակի, արջը ելավ մարզանքի, հա, այդ վիճակն է։ Լսի լավ կարելի է այդքան թեթև սոլիկ դարձնել այս մարդկանց։ Ոչ, դու չես Կարելի է հասկանում այդքան դա։ մանկապարտեզի վերածել միդի ղեկավարի։ Դու չես հասկանում, որովհետև մեր երկրում այլևս խաղաղություն է, սիրելիս։ Հա, իրանք իմ Ինչ կապ ունի կողքը ինչա Քոչարյանն բան էր կատարվում։ ասել էր, գիտեք, աչուձախ հրթիռներ են մեր գլխին գնում, բայց դուք շնորհակալ եղեք, որովհետև մենք ձեզ համար ապահովել ենք արդեն խաղաղություն, այդ խաղաղության դարպասներն են, որ թույլ չեն տալիս մեր վրայով անցածը նաև մեր տարածքը ընկնի։ Իսկ եթե երկրում խաղաղություն է, բնական է, որ իրենք կարող են այդ ուրախ ավտոբուսով եկել Բայց բարելով ինչքանով է հնարավոր այդ խաղաղությունը պահել ռիփսի մեջ այն, եթե Աստված մի արասե։ Դու տենց լուրջ ես ընդունել, որ մեր երկրում խաղաղություն է։ Ամեն դեպքում բանը Վահագն Ալեքսանյանն ասում էր ծափահարեք մենք 2 տարի ուղիղ 2 տարի բանակի վրա կրակոց չունենք։ Բանակի ներսում այնքան մորթ է կարել էր ինչ բանակի վրա կրակոց։ Հարգելիս ինչ կապ ունի տան տղամարդը երեխան ներսում է ծեծուտում կամ դանակահարվում, թե երեխան փողոց է դուրս գալիս կամ բակում։ Այդ երեխուները դուք եք։ Այս պետության պատասխանատուն բոլոր ինստիտուտների, բոլոր իրավիճակների պատասխանատուն դուք եք։ Ոնց եք մեր վրա լավություն ծախում, որ 2 տարի մենք թշնամու կողմից կրակոցով զոհ չունենք։ Նախ մենք չենք վստահում ձեզ, սկսենք այստեղից, որովհետև ձեր քննչականը, այն ստեղծագործական խումբը, այն գեղսավետը նստած միանգամից որոշում է, որ ինքնասպանություն է, միանգամից դակում է բոլոր քրեական գործերի վրա, այսինքն դեպքը նոր է տեղի ունեցել, մարդիկ սկսում են հրդեհի դեպքը ձևակերպել 2 ժամ հետո կառավարության նիստում դատախազն ու վարչապետը երկխոսության մեջ են, ոնց եղավ, ոնց թեյնիկը բերեցին, ոնց բենզինը բերեցին, ոնց լցեցին, ոնց չփոթեցին, ով փախավ, ոնց փախավ, քանի հոգի մնացին, այս ամբողջ ցուցմունքները թելադրում են։ Երեկ էլ մարդ սպանեցին, քննչականը մինչև հիմա ձայն չի անում, թե այդ մարդն ով էր, որտեղից էր, հայ չէր, ինչով էր սպանվել, ում կողմից էր սպանվել, կա ձերբակալված, թե չկա, այսինքն երբ որ քաղաքական թեմա է, բանակի թեմա է, միանգամից սենց դակում են վրան քրեական գործը, միանգամից մեղադրանքը կարում են, ինքնասպանությունը ձևակերպում են, բայց այդ ինքնասպանությունն է, լսի, եթե անգամ դա ինքնասպանություն է, ես չեմ հասկանում, ամեն շաբաթ բանակում ինքնասպանություն է տեղի ունենում։ Դե այդ եմ ասում, հիմա սրա անգամ եթե այսինքն ինքնասպանությունը այդպես արդարացնող հանգամանք է։ Եթե Ադրբեջանի գնդակից չի զոհվել, ուրեմն բան է, ինքնասպանությունը օքեյ է, լավ, դե հիմա։ Ոնց։ Թեկուզ եթե ձեր ասածով ինքնասպանություն է։ Նախ իրավունք չունեն հարգելիներս, իրենք միանգամից մեղադրանքը դնեն ինքնասպանության եւ գործ ուղարկեն քննչական։ Բայց ձեր մոտ որ ինքնասպանությունների ցուցանիշը այսքան բարձր է, դուք հոգևոր ծառայությունը ոնց լուծարեցիք ձեր բանակում, այն պարագայում որ հենց հոգևոր գնդերեցների ծառայությունը կարևորագույն գործոն էր հանդիսանում բանակի ամենօրյա կյանքի, ամենժամյա կյանքի վրա։ Դու հասկանում ես այս սրիկաների արածները,